Բարոյ Սարգերի գործընկերներ, սկսում ենք Հայաստանի Պրեմիեր լիգայի Թունիկ Վան հանդիպման այդ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Օսյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը կխոսի հանդիպան մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր ակցերը։ Պարոն Օսյան, Կարծում եմ այսօր բավական լավ մակարդակի ֆուտբոլ խաղացինք ու տրամաբանորեն հաղթեցինք, այսքանը։ Շնորհակալություն։ Հարցեր, Սուրեն։ Պարոն Օսյան, շնորհակալ եմ Շնորհակալ եմ։ Իհարկե խաղի սցենարը այնպիսին որ Փյունիկի համար համեմատաբար հեշտ էր, ինչից է ամենաշատը գոհ եւ ինչը այնպես չստացվեց։ Ճիշտն ասած, քանի որ այդ խաղային սխեմային ենք վերադարձել, որոշակի դետալներ կար, որ չբավականացրեց, բնական է, բայց դա նորմալ եմ համարում, մենք կշարունակենք աշխատել, որ լավացնենք։ Շնորհակալություն։ Վահագ։ Նախ շնորհակալ եմ ակնարկի կապակցությամբ։ Պարոն Օսյան, վերջերս հայկական ֆուտբոլում շատ է քննարկում Կարմեն Հովհաննիսյանի թեման, այսօր երթականի հասկաչ հանդիպումը հասկացրեց եւ նշում եմ, որ ժամանակն է արդեն, որ ավելի լավ առաջնությունում խաղա, դուք ինչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։ Նախ ես շատ ուրախ եմ Կարլենի համար, նրա պրոգրեսի համար, իհարկե ես էլ կողմնակից եմ, որ վաղ-թե-ուշ նա տեղափոխվի ավելի լավ առաջություն, ավելի լավ թիմ, որովհետեւ ամեն օր ինքը տապացուցում է, բայց ժամանակի առումով կարծում եմ շտապելը պետք չի, որովհետեւ այդ առաջարկը նույն այդ թիմը պետք է համապատասխանի իրեն, համենայն դեպս կրիզիսային չի լինի, որ այս առաջնությունը նա խաղա Հայաստանում, ես այդպես եմ տենում։ Շնորհակալություն, Էրիկ։ Պարոն Օսյան, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, շատ լավ մտան փոխանցման Գևորգ Դարաչյանն ու Վիաչեսլավ Ալֆյանը, շատ սուր էին գործում իրենց եզրերում, արդյոք գոհ եք նրանց խաղից։ Միանշանակ ոչ մեկից sense լիարժեք գոհ չեմ, իհարկե լավ մտան նրանից առաջ էլ ովքեր որ խաղում էին էլի մակարդակ էին ցույց տալի, բայց պետքա շատ տեղերում էլի ավելացնենք, թե Ալֆյանը, թե Տարախչյանը, թե մյուս վինգերները, այնպես որ շատ աշխատելու տեղ ունենք դեռ։ Վահագ։ Կոնֆերենցիաների լիգայի խաղերից մեկի ասուլիսի ժամանակ նշեցիք, որ սելեկցիան դեռևս ամբողջովին չէ, սպասենք նոր ֆուտբոլիստների, թե ոչ։ Համենայն դեպս ես գոնե մի ֆուտբոլիստի սպասում եմ։ Հարցակողական կիսապաշտպան։ Ինչ առաջադրանք է դրված թիմի առջև, կոնկրետ, այսինքն չեմպիոնություն կամ, որովհետև նախորդ տարի ինչև վերջ այդ պայքարը կար, բայց ինչ-որ բան կարծես Փյունիկին չէր։ Ես անկես կլինեմ, մենք ունենք նույն առաջադրանքները մաքսիմում եւ մինիմում, բայց կոնկրետ ես որպես մարզիչ թիմին էլ եմ ասել ու ես ինքս ինձնից էլ եմ պահանջում մաքսիմալ բոլոր տիտղոսների համար Հայաստանում պայքարել։ Այո։ Պարոն Օսյան, խոսքս կապված է Էրիկի Սիմոնյան, երկրորդ խաղը մեծ առանցքոփերներում թվում է խաղադատ եւ չի հեռանում, գոհ եք դրա խաղից։ Շրջանացել Այն ֆուտբոլիստները, ովքեր որ Հայաստանի առաջնությունից են տեղափոխվել մեր թիմ, չեմ կարծում թե ադապտացիայի խնդիր ունեցել են ու Էրիկի պահովել, ինչպես որ մյուս ֆուտբոլիստները դեռևս առաջացան սկիզբն է, բնական է մաքսիմալ 100%-անոց լավ վիճակում չեն կարող լինել, բայց ես բոլորից է պրոգրես եմ սպասում։ Վահագ։ Անցած տարի գրեթե նույն հարցը տվեցի ուղղակի երկու ուրիշ ֆուտբոլիստների մասնակցությամբ, այն ժամանակ հարցնում էին Ուբիսի եւ Մոմոյի պայքարի մասին, հիմա հետաքրքիր է արդեն Մոմոյի եւ Ուբիսի պայքարի մասին ինչ կասեք։ Կարող եմ ասել, որ այս պայքարը ավելի սուր է։ Շնորհակալություն, Սուրեն։ Սա մեր նոր մրցաշրջանի 10-րդ խաղն էր ու Փյունիկի մասնակցության երկրորդը, իհարկե դեռ նոր ասացվել, բայց ինչ փոփոխություն եք նկատում առաջնության ընդհանուր խաղամակարգի, օրինակ խաղամակարգի։ Ինձ մոտ օրինակ տպավորություն է, որ այս մի առաջնությունը մի քիչ ավելի թույլ կարող է լինել։ Գիտեք, թույլ չի ասի, նույն առաջատար թիմերը, ես կարող եմ ասել, որ առաջադիմել են, ամենայն դեպս տեսնում ենք, թե Արարատ Արմենյան, թե Ալաշկերտը Ուրարտուն իր խաղը էլի բարձր մակարդակի խաղ ցուցադրում, ստեղ հարցը առաջացան ներքևի թիմերի եւ դա ժամանակա ցույց կտա, հուսանք, որ այդ նույն ինտրիգը կլինի առաջացան ընթացքում։ Հրաչ։ Ես ճիշտ ասած երկու
հարց ունեմ, առաջին հարցս կապված է Վիտի հետ, Աչվինգեր Զախով ունակ ֆուտբոլիստ եւ երկրորդը շատ երևի 6-7 տարի ինչ Փյունիկում չէր եղել, որ խաղի ժամանակ 8 հայ ֆուտբոլիստներ ավարտել խաղը, ինչ կասեք այդ մասին։ Նախ Վիտի համար ինքը բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց երևում է դեռ այդ ադապտացիայի շրջանը իր ընթացքում է, կավելաստի խաղից խաղ ու նու Աֆյանն էլ է դիրքի է, էլի ձախ ոտքով դա կապված է մեր խաղային մոդելի հետ, որը նորմալ եմ գնահատում, չնայած որ Վիտին ունակ է նաև հակառակ եզրից խաղալու։ Ինչ վերաբերում է հայերի քանակին, ես ուրախ եմ, բայց կարող եմ մի բան ասել, որ մեր թիմում ոչ մեկ ուղղակի րոպեներ նվեր չի ստանալու։ Դա պետք է մրցակցության արդյունքում լինի։ Շնորհակալություն։ Էրիկ։ Պարոն Օսեան, ցանկանում եմ իմանալ ինչ վիճակում է գտնվում Արտակ Դաշյանը, վնասված ստացած Դեբրեցյանի դեմ։ Երկրորդ հարցս, ինչպես նշեցիք, վերադարձել եք 4 պաշտպանով խաղի, նախորդ խաղերում խաղում եք 5 պաշտպանով, ձեզ որպես մարզիչ ավելի հարմար է խաղալ 5 պաշտպանով, թե 4 պաշտպանով։ Նախ Դաշյանի պահով նա լիովին վերականգնվել է, թիմի հետ արդեն մարզում է ու շատ հավանական է, որ հաջորդ խաղին արդեն մասնակցի։ Ինչ վերաբերում է սխեմաների փոփոխությանը, այստեղ ինձ հոգեհարազատ լինել չլինելու հարցն է, մենք կարող եմ ասել իրավիճակին ենք միշտ հարմարվում, կախված մեր ֆուտբոլիստների այդ ընտրությունից։ Այնպես որ շատ լավ է, որ մենք ճկուն ենք այդ առումով, երկու սխեմաներն է կարող ենք օգտագործել ընթացքում։ Այլ հարցեր։ Շնորհակալություն, պարոն Օսեան։ Շնորհակալ եմ։